Ես հաճախ մտածում եմ, թե ինչու 2018 թվականին հեղափոխություն տեղի չունեցավ։ Չնայած մենք բոլորս ուզում էինք, որ տեղի ունենար, որ մենք ապրեինք ավելի լավ երկրում, բայց ամեն ինչ գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ։ Դեռ Արցախը մի կողմ թողած, կոռուպցիայի, քաղաքական ռեպրեսիաների, իշխանության անպատկառության առումով մենք նահանջ ենք ապրում, մենք գնում ենք դեպի վատը։ Եվ ես վերջերս հասկացա, գլխի ընկա, թե որն է պատճառը։ Պատճառն այն է, որ հեղափոխություն իրականացնողները իրականում հեղափոխական նպատակներ իրենց առաջ չէին դնում։ Նրանց թիրախը ոչ թե Սաշիկներ, ոչ թե Լֆիկը, ոչ թե Բենտլի Սամոն կամ դատավոր Մացոն, նրանց թիրախը ոչ թե ընտրական տասովշիկներն էին։ Նրանց նպատակն այն էր, որ այդ ամբողջ զանգվածը նրանք ենթարկեցնեն, ծառայեցնեն իրենց նպատակին։ Եվ դրա համար ոչ մի համակարգ չփոխվեց եւ նույնիսկ մարդիկ չփոխվեցին։ Բայց այդ սամոններն ու մացոնները իզուր են կարծում, որ մշտապես իրենց կաշին փրկված է։ Գիտեք, որ ժամանակ առ ժամանակ Կաճարյանի դեմ վերաթարմացնում է իշխանությունը քրեական գործը, ելի կարող է վերաթարմացնել։ Իսկ հասարակական անարգանքը, իշխանության եւ անդիմության արհամարական վերաբերմունքը, նվաստացուցիչ վերաբերմունքը նման մարդկանց նկատմամբ նրանց համար ապահովված է։